Պարոն Կոնջերյան, դուք գիտեք իմ անձնական վերաբերմունքը ձեր նկատմամբ խիստ դրական։ Բայց ի տարբերություն որոշ մի քանի օգու։ Բայց ասենք դուք դες կարաք երթվեք։ Ես կարամ կներեք հազարական քֆուր ուտեմ։ Դուք կարաք երթվեք, որ վարչապետը չի հանձնարարել տիկին դատախազին։ Կարաք երթվեք, դուք երթվեք ուրեմն հարմար պահի։ Անդրադառնամ ելույթներին հələ մի հատ տնամիջ չեն ասում։ Թաքույ Թովմասյանը ելույթ ունենում եւ բնականաբար, պարոն Կոնջերյան, բայց իրենք օգտագործում են, ընդդիմադիր քաղաքական գործիչներ են, ընդդիմադիր ուժեր են, պիտի օգտագործեն, պիտի շահարկեն։ Թաքույ Թովմասյանը իթիրս այլոց օրինակաբերում է հայտնի կարտոշկի գործը։ Այդ կարտոշկի գործը իբրև խեղճ գյուղացուն ես զրկել եմ 3 կիլոգրամ կարտոֆիլա թափվել ասֆալտի վրա։ Այդ տեղանքը Արցախը ազատագրելուց հետո երկրապահները բռնազավթել էին եւ ոչ մեկը, ոչ թաղապետարանը, ոչ քաղաքապետարանը չէին համարձակվում երկրապահների դեմ քայլ կատարելու։ Այդ տեղանքում երևի թե դարերով, ես իմ գրքի մեջ գրել եմ, երևի թե դարերով կարտոֆիլա վաճառվել եւ բռնազավթել են եւ տվել էին մի հատ մեկին, ով պիտի մանր արենդայով տալ եւ փող աշխատել։ Եվ իշտել է մեր փողոցի մի ամբողջ հատված փակվում էր։ Գնացեք հիմա տեսեք ինչ ա եղել։ Մենակ այդ քարի շնորհիվ, եթե բարով խելով մեր կուսակցությունը գրանցվի, մենակ այդ քարի շնորհիվ Նիկողոս Տիգրանյանի փողոցում ապրող ժողովրդի 50%-ը ձայնատալու մեր կուսակցությանը, պարոն Ասլանյանի եւ իմ կողմից նախաձեռնված կուսակցությանը հիմն, որովհետև փողոցը մաքրվել է, կներեք բարիս համար զուգարանը մաքրվել է այդ ամեն ինչից։ Ես դա եմ արել եւ ես էլի բաներ եմ արել, հարգելի ընդդիմադիրներ։ Հիմա Գարիկ Դանիելյանին անդրադառնանք նորից, հետո հիմնավորենք ընդդիմադիրների կեսվածքը։ Գարիկ Դանիելյանը ելույթ ունենում, ինքը գիտի, որ ինքը որոշակի հարգանք է վայելում հասարակության մեջ։ Իրականում ես էլ կապան դրական տրամադրված, բայց ինքը շահագործում է այդ հանգամանքը եւ երբեմն ըստ նպատակի օգտագործում։ Հա, պարոն Աղազարյանը ամենակ կոռումպացվածը չի ստեղ ԿՊ-ի մեջ, այսինքն դատական որոշումը կայացնում, որ ես կոռումպացվածն եմ, հանցագործն եմ, մյուսներն էլ ավելի հանցագործ են, այդպես չեն անում։ Պարոն Աղազարյանը մենակ լինելով իշխանական կուսակցության անդամ, ձեր երկու խմբակցություններից շատ գործ է արել պետության համար։ Ձեր արած գործերի ամենակարևոր բանը եղել են, ես միշտ բարձր եմ գնահատում ընդդիմության դերը եւ իշխանությունը ես համարում եմ երկու մասից բաղկացած, ընդդիմությունն է իշխանություն, որը շատ դեպքերում ճիշտ չի հասկացնում։ Դուք ընդհանրապես ձեր հանրահավաքներով բաներով պարբերաբար հաստատել եք, որ օրվա քաղաքական կուրսը ճիշտ է, որովհետև ժողովրդի աջակցություն չեք ստացել։